Օսոբուկո, սև անգուսի ոտքի ոսկրածուծով մասն է։ Այսօր պատրաստում ենք Միլանի ամենահամեղ ուտեստներից մեկը՝ օսոբուկո։ Ես նախընտրում եմ 100% կաղնային բտում անցած սև անգուսի ազդրամիսը։ Այն պետք է ալյուրի մեջ թաթախել եւ բարձր կրակի վրա տապակել։ Ինչ ոսկեգույն կեղև է կապում, վերցնում ենք կացայի վրայից։ Մանրացնում ենք բանջարեղենը եւ ուղարկում ենք նույն թավայի մեջ տապակվելու։ Այս ուտեստը բացի համեղ լինելուց նաեւ շատ առողջարար է, քանի որ գործ ունենք ոսկրածուծի հետ։ Բանջարեղենները տապակելուց հետո ավելացնում ենք կարմիր չոր գինի։ Նաև փորձել եմ սպիտակ գինով, բայց ինձ կարմիրն ավելի է գերել։ Փորկացայի մեջ տեղադրում ենք միսը, սխտոր, ուրցի եւ հազրե վարդի ճյուղեր, ամեմում ենք աղով եւ սև պղպեղով, որից հետո յուղաթուղթը թրջում ենք, փակում զանգվածը, որից հետո կափարիչով փակում եւ ուղարկում վառարան եփվելու։ Ես եփել եմ 220 աստիճան 3 ժամ։ Բանջարեղենը լցնում ենք հարիչի մեջ եւ ստանում ենք թանձրուկ։ Ես մատուցում եմ կարտոֆիլե խյուսի հետ։ Միսը շատ լավ եփված է, հյութեղ եւ փափուկ, իսկ ոսկրածուծը ամենաառաջինը վայելեցի։ Բարի ախորժակ։